Բարև ձեզ, բարի գալուստ իմ Story podcast-ի էպիզոդ 22-ը։ Այսօր իմ հյուրն է Անի Աջամյանը, շատ հետաքրքիր, շատ ամեն ինչից հետաքրքիր պատմող, lecturer, USC Gold School of Law, ու նշեմ, որ Անի մասին իմացա TED Talk-ից, ինքը այս վերջերս TED Talk արեց ու պատմեց շատ հետաքրքիր պատմություններ ու այդտեղից գաղափար եկավ, որ Անին շատ հետաքրքիր պատմություններ ունի ձեր համար նույնպես։ Անի ջան, բարի գալուստ իմ Story podcast։ Բարև Աննա ջան, շնորհակալ եմ հրավերքի համար։ Անի ջան, կպատմես, որ թվականին ես տեղափոխվել Հայաստանից Ամերիկա ու մի փոքր այդ տարիների մասին։ Սիրով, մենք ընտանիքով, մեր մեծ ընտանիքով տեղափոխվել ենք 1990 թվականին։ Այն ժամանակ ես եղել եմ 8.5 տարեկան եւ հիշում եմ, որ դուրս ենք եկել Երևանից գնացքով դեպի Մոսկվա մայիսի 20-ին եւ մուտք ենք դրել ոնց որ Միացյալ Նահանգներ Լոս Անջելես մայիսի 25-ին, այսինքն 5 օրվա ոնց որ ճանապարհ էր, մենք մինչև հասանք այստեղ։ Եվս այստեղ միացանք մի այլ մեծ ընտանիքի, որովհետև պապիկիս, այսինքն պապայիս հորեղբոր ընտանիքը արդեն 10 տարի էր մինչև այդ ապրում էին արդեն Ամերիկայում, Լոս Անջելեսում։ Եվ մենք իրենց տուն եկանք։ Մենք եկանք ես, քույրս եւ եղբայրս մեր ծնողները, այսինքն դա արդեն 5 հոգի էինք, իմ տատիս պապիս, մյուս հորեղբորս ընտանիքը իր կնոջ երեխաների հետ եւ եւս մի այլ հորեղբայր, որ դեռ ամուսնացած չէր։ Մենք բոլորս միասին դուրս ենք եկել Երևանից եւ բոլորս միասին եկել ենք այստեղ։ Մի քանի ամիս անց մեզ միացավ նաեւ հորքուրիս ընտանիքը։ Եվ ինչպես ասացի, արդեն այստեղ բարեկամներ ունեինք եւ կարծում եմ դա մեծ բան էր մեզ համար լրիվ մենակ չզգալու համար, երբ որ մեծ ընտանիքով ես անում այս քայլը եւ այդ բաժանությունը շատ չկա, որ մեկը մնում է, մեկը գնում է, կարծես ավելի հեշտ ստացվեց այդ փոփոխությունը։ Եվ ինչ խոսք, որպես երեխա ավելի հեշտ է լինում այդ ամեն ինչը, ինչ որ երբ տեղափոխվում ես մեծ տարիքում։ Այդ առաջին մի քանի տարիները մեզ համար պատկերացրեք, ես շատ ուրախ եմ հիշում դա, որովհետև այնպես ստացվեց, որ տուն վարձեցինք մի շենքում, որ այսպես ասեմ, 2 շենքեր, երևի 8 բնակարան ամեն մեկի մեջ, եթե ճիշտ եմ հիշում, եւ այդ ժամանակ այնպես ստացվեց, որ բավականին նոր Երևանից եկող հայ ընտանիքներ վարձեցին այդտեղ նաեւ տուն, որ ունեին երեխաներ նաեւ մեր հասակակից, մեր տարիքին։ Եվ այդ մեր բակ հասկացողությունը, որ ասենք Հայաստանում ասում են իջնում ենք բակ, երեխաները անդադ դուրսն էին, մենք կարողացանք դա experience անել ոնց որ այստեղ նաեւ Ամերիկայում։ Դպրոցից տուն էինք գնում եւ ասենք դասը վերջանում էր ու վազում էինք դուրս։ Միշտ ասենք մեկ կար մեզ հետ խոսելու, խաղալու, բացի դրանից էլ արդեն մենք մերոնցով ոնց որ շատ էինք։ Փառք Աստծո, շատ դժվարություն ես որպես երեխա չեմ հիշում, ասենք, այդ մերվելու տեսակետից, բայց կարծում եմ դրա մեծ մասնիկը դրանից է, որ ունես հարազատ մարդկանց քո շուրջը, մենակ գալը շատ ավելի ոնց որ դժվար է, գոնե ասենք մեկը եթե լինի, որ հարազատ մեկը կա քեզ հասակակից, քո կողքին եւ ասենք պատկերացնում եմ, որ նույն բանը երևի պետք էր իմ ծնողներին, մենք երեխաներով փնտրում էինք երեխա հետը խաղալու, իսկ իրենց էլ ոնց որ պետք էր իրենց հասակակից մեկը եւ երբ որ քու եղբայր արդեն հետն էր, դա մի քիչ ավելի հեշտ է տարվում այդ ամեն ինչը, բայց հիշում եմ
որ նոր էինք տեղափոխվել, քույրս 4 տարեկան էր եւ առաջին շենքում որ մնում էինք, մինչեւ այս մեկը որ ասացի տեղափոխվեցինք եւ ավելի շատ հայեր կար։ Այդքան հայ չկար, բայց միատոտար ազգ ընտանիք կար ներքևի հարկում ենք, երկրորդ հարկում էինք, բոլորս միասին մնում, իրենք առաջին հարկում էին եւ իրենք էլ փոքրիկ երեխա ունեին աղջիկ քրոջս տարիքին, որ անգլերեն չէր խոսում։ Ինքը խոսում էր իսպաներեն, քույրս էլ խոսում էր հայերեն, բայց այս երեխաքը իրար հետ տունտունիկ էին խաղում։ Ամբողջ օրը։ Մի անգամ քույրիկս հարցրեցի, ո՞ց եք իրար հետ կարողանում խաղալ, ասաց ես հայերեն եմ խոսում, ինքը ուրիշ բան է խոսում, բայց հասկացեք իրար։ Հա, այդ տարիքում միանշանակ համաձայն եմ, որ շատ ավելի հեշտ է լինում ինտեգրացիան, քան ավելի մեծ տարիքներում, ու երևի քո ծնողները եւ իրանց ծնողները երևի ավելի դժվարություններ են ունեցել, քան դուք որպես երեխա։ Անի ջան, ինչպես ստացվեց, հավանաբար միանգամից գնացել ես դպրոց, հետո ինչպես ստացվեց, որ կարողացար դառնալ USC-ում դասախոս։ Դա մի քիչ երկար ճանապարհ էր։ Ես մենք որ տեղափոխվեցինք ըստ տարիքի, Հայաստանում 2 տարի դպրոց գնացել էի ես, որ տեղափոխվեցինք այստեղ տարիքի բերումով, ոնց որ պետք է նստեի միանգամից 4-րդ դասարան։ Այդ ժամանակ կային մի քանի հայեր, բայց շատ չէին, բայց դպրոցը ոնց որ սկսեցի, Հայաստանում չէի սովորել անգլերեն բոլորովին, այստեղ դա էր ոնց որ առաջին խնդիրը, որ պետք է սկսես լեզուն սովորել եւ տիրապետել։ Ինչ շատ օգնեց, որ ես շատ սիրում էի եւ դեռ սիրում եմ կարդալ։ Եվ ինչ գիրք ձեռքս ընկնում էր, կարդում էի։ Գիրք էլ չլիներ, ինչ գտնեի, կարդում էի։ Ասենք խնդալու բան եմ ասում, բայց դաժե ասենք լվանալու հեղուկների այդ բաները, չէ, բարելները վերցնում էի, ինչ կար վրան կարդում էի։ Ու այդ կարդալը ինձ մեջ սովորելը շատ մեծ սեր էր։ Ես դրանից ոնց որ դպրոցը շատ սիրեցի։ Գնում էինք այն ժամանակ հիշում եմ մի աղջիկ կար, որ ինքը հայերեն խոսում էր եւ լավ անգլերեն գիտեր արդեն, կողքն էի նստում առաջին այն որ այստեղ էինք եւ ինքը ինձ անգլերենը օգնում էր, բայց մի բան պատմեմ, որ շատ հստակ եմ հիշում, նոր եմ սկսել գնալ դպրոց եւ մի օր մամայիս եկա ասեցի, իրանք անգլերենով մինչև էսի մաթեմի համար էր, անգլերենով մինչև մտածում են, ես հայերենով արդեն պատասխանը ասում եմ, այդպես էր տպավորվել ինձ մեջ, որ իմ ոնց որ 2 տարվա դասը Հայաստանում, մաթեմի մեջ, ոնց որ ավելի առաջ էինք, մենք արդեն այն ինչ որ նոր մենք անցնում էինք 4-րդ դասարանում այստեղ, ես կարծես արդեն անցել էի դա Հայաստանում, գիտեք այդ սերը, այդ կարդալը, առաջին բանը ոնց որ լեզու տիրապետելն է ու ինչքան կարող ես պիտի ոնց որ կարդաս, եթե հնարավոր է ու շփվես, շփումը ոնց որ կարևոր է, եթե մնաս միայն հայկական միջավայրում, որը հիմա այնքան շատ կա, ոնց որ իօքուտ մեզ շրջանա, որ կարող ես գալ առանց անգլերեն իմանալու եւ ամեն քո հարցերը կարող ես լուծել այստեղ, որովհետեւ ամենտեղ խոսում են հայերեն։ Այն ժամանակ այդպես չէր, պիտի ոնց որ ստիպեիր ինքդ քեզ այդ comfort zone-ից դուրս գայիր, որ փորձեիր խոսել անգլերեն։ Այստեղ դպրոցը ոնց որ գնում ես մինչև 12-րդ դասարան։ Ես 4-ից մինչև 12-րդ դասարան տարբեր դպրոցներ են։ 6-րդը ավարտեցի elementary, հետո middle school 2 տարի, հետո 4 տարի high school։ High school-ից հետո Փառք Աստծո կարողացա ընդունվել UCLA համալսարանը եւ 4 տարի ոնց որ այնտեղ սովորելուց հետո bachelor's degree վերցնելուց հետո նոր մասնագիտական ոնց որ professional degree ես գնում։ Այն ժամանակ որ ճիշտ ասեմ, ես սկզբից ընդունվեցի UCLA մտածելով որ բժշկական եմ գնալու։ Հետո
հենց UCLA-ում սկսեցի աշխատել Chief of Cardiology office կար մի հատ, ինքը սրտաբան էր եւ իր բերումով ոնց որ հաճախ գնում էի այնտեղի resident fellow-ներին իրենց փոստն էի տանում ու այդ ընթացքում տեսնում էի որ հատակին միշտ որ մատրաս կար, քնելու ինչ-որ մի տեղ կար, հետո հասկացա այս բժիշկները, այս ուսանողները, որ արդեն սովորել են, հիմա պիտի սկսեն որպես բժիշկ աշխատել, 24 ժամ, 48 ժամ իրանք սենց հերթապահ էին էլի հիվանդանոցում, ինչքան դժվար ճանապարհ այս լինելու համար, ասեցի, միգուցե ես այդքան սիրում եմ դա, ինձ համար շատ այդքան էլ չեմ սիրում էլի, որ ասենք ես ամեն ինչը կարողանամ հաղթահարել, ինչ-որ ճիշտ ու զգացի, որ միգուցե դա իմը չի, մտածում էի տարբեր ճյուղերով, շատ էի սիրում դասատու լինել, փոքրուց խաղացել եմ դպրոց եւ ես միշտ դասատուի դերում էի, ինչքան երեխա կար, միգուցե դա նաեւ նրանից էր, որ ասենք իմ զարմիկների cousin-ների մեջ մեծը ես եմ եղել եւ միշտ այդ ոնց որ սերը եղել է հավաքելու, համախմբելու, ինչ որ մի բան սովորացնելու բայց դասատուի փոխարեն մայրս առաջարկեց, որ ասեց քեզ մոտ բանը ոնց որ խոսելը, որովհետեւ շատ էի ասմունքում։ Այստեղ դպրոց գնալու ընթացքում շաբաթօրյա հայկական դպրոց էի գնում, որը շատ էի սիրում։ Եվ այդ պատճառով ոնց որ նաև այնտեղ բեմում ասմունքում էի, արտասանում էի։ Ասած իրավաբանական կարող ես գնալ։ Լավ գաղափար էր ինձ համար, այդպես գնացի իրավաբանական դպրոց։ Եվս 3 տարի այնտեղ սովորեցի, դրանից հետո արդեն ոնց որ աշխատանք, մոտ 10-12 տարի աշխատել եմ որպես իրավաբան, ավելի civil litigation անում, հետո մի բան վիճակվեց, Գլենդելում բան կար, law school կար մի հատ private, այդտեղ սկսեցի դասավանդել, երբ որ այդ դպրոցը պիտի փակվեր, սկսեցի սենց մտածել, գնամ ավելի case-եր վերցնեմ, նորից գնամ աշխատանքի, թե ավելի ոնց որ մտնամ խորանամ դեպի ուսմանն եւ զգացի, որ միշտ սիրել եմ ուսումը լինել այդ ոնց որ միջավայրում ուսանողների հետ կյանքը չգիտեմ լրիվ ուրիշ է եւ այդպես որոշեցի փորձել փնտրել եւ ինչ նորից մի քանի մարդկանց ում ոնց որ ես ասեցի այդ ստիրո մասին, որոնք ինձ կարողացան ուղեկցել դեպի US-ին, այնտեղ սկսեցի դասավանդել, արդեն 3 տարի Շատ հետաքրքիր պատմություններ, մերսի, որ մեր հետ կիսվեցիր։ Անի ջան, ես TED Talk-ից հիշում եմ մի հատ շատ հետաքրքիր պատմություն UCLA-ում, եկեք անվանենք բարևի պատմությունը, պատմես, թող բոլորը իմանան, ով չի լսել TED Talk-ը։ Սիրով, Աննա ջան, շնորհակալ եմ։ Իմ սենց կորած մոլորված ինչ-որ մի շրջանի մասին էր դա և շատ հուզիչ է ինձ համար, որ այդ TEDx Talk-ը ոնց որ լսելուց հետո շատ ուսանողներ նաև ինձ հետ կապնվել են և գրում են, որ they experienced the same thing, իրանց համար էր շատ ոնց որ հոգեհարազատ այդ պատմությունը, բայց գիտեք, ես որ սկսեցի UCLA, ոչ ոք չէի ճանաչում այնտեղ։ Անի ջան, մոտավորապես որ թիվներ դա։ 99։ Ես հայսկուլը ավարտել եմ 99 թվին եւ մի անգամից սկսում եմ UCLA, հիմա ուրեմն մինչև UCLA սկսելը 3 օր որպես նոր freshman orientation կա, որ պիտի գնաս այնտեղ մնաս։ Հիմա դե պատկերացրեք, նոր իմիգրանտ ընտանիք ես դու, այսինքն 9 տարի է մենք Ամերիկայում ենք, ոչ ոք ասենք չգիտենք, որ գնացել է համալսարան, այնտեղ մնացել է, ապրել է, ես մեծն եմ,
աղջիկ երեխա 17 տարեկան, ու ինչ-որ մի բան կա, որ դի գնաս մնաս համասարանում, էլի 3 օր այդ orientation-ին։ Դա թույլ չտրվեց։ Ու մամաս ինձ առավոտը տանում էր, հետո երեկոյան գալիս էր ինձ վերցնում էր, որ ես այս orientation-ում եմ։ Գնում գալիս էի, եթե ճիշտ եմ հիշում, կարող է երրորդ օրը չեմ էլ գնացել կամ կեսօրով եմ գնացել։ Մի խոսքով այնքան սահմանափակ էր, ոնց որ իմ տեսնելը UCLA-ը։ Ես շատ չէի պատկերացնում, թե ես ուր եմ, էլի, բայց ասեմ մինչև հիմա, երբ որ առիթ ա լինում հետ գնամ UCLA, սենց երբեմն այս տարիքում հիմա գնում եմ, սենց կանգնում եմ ու նայում եմ, ասում եմ, բայց ես տեղ եմ գնացել, այնքան գեղեցիկ է, այնքան սիրուն է, բայց այդ պահին դու չես զգում դեռ, դու ասենք որտեղ ես։ Նոր եմ սկսում, UCLA-ից մի հատ սա պատմեմ, թե առաջին օրը ինչ ա լինում, որ սկսում եմ համալսարան, ասենք գաղափար չունեմ, էլի, ու ոնց եմ գնում, դասերը ինչպես ա լինում, առաջին օրը սենց կա lecture եւ կա section։ Section-ը մեծ lecture-ը lecture hall-ում է, որ դասախոսը խոսում է։ Section-ները TA-ները, օգնականներն են քեզ դասը տալիս։ Ավելի ոնց որ փոքր խմբերով, որ ավելի շատ կարողանան օգնեն։ Առաջին օրը փաստորեն այնպես է լինում UCLA-ի, որ section-ի դասն ա լինում, ոչ թե lecture-ի։ Ես ծանր գրքերով ավտոբուսով, որովհետև parking չէր տրվել ինձ, ես չէի քշում մեքենա մինչև UCLA։ Մեր Hollywood էինք ապրում, այնտեղից ավտոբուսով գնում էի Westwood։ Այդ ծանր գրքերով գնացել եմ, տեղը գտել եմ, հասել եմ, ու հետո իմացա, որ դաս չկա։ Ինչու դաս չկա, որովհետև առաջին օրը section-ն է, ոչ թե lecture-ը, քանի որ lecture չի եղել, section-ի դասը չկար։ Դա առաջին դասը ինձ համար։ Երկրորդն որ այդ ծանր գրքերով ինչու ես եկել, փաստորեն գիրք պետք չէր տանել դպրոց, նամանավանդ առաջին օրը։ Դա երկրորդ դասը ինձ եղավ, մեկ էլ երրորդը, որ չէի պատկերացնում ինչքան մեծ է այս տեղը, համալսարանը, իրար շատ մոտ, ասենք մեկը 8-ին, մեկը 9-ին դաս էի վերցրել, բայց համալսարանի լրիվ տարբեր անկյուններ է, էլի, ու 10 րոպե ժամանակ կա, մեկից մյուսը հասնելու, բայց մի 15 րոպե պիտի քայլես։ Մի խոսքով այս միջավայրում ես ինձ զգում եմ շատ կորած, մոլորված, Ոտ մի շաբաթ ավտոբուսով տուն գնալուց սենց լացելով էի գնում, որ արդեն պապաս կամ մամաս գալիս էին ինձ արդեն ավտոբուսի գնացքի տեղից վերցնելու, սենց հա ամեն անգամ ասում էի, բայց ես ճիշտ որոշում եմ կայացրել, որ գնացել եմ մի անգամից սենց մեծ համալսարան, ոնց որ տեղս չգտնեի։ Մի քանի շաբաթ անց շատ պատահական ես դուրս եմ գալի գրադարանից եւ դուրսում չգիտեմ ինչու այդ տարին այդ օրը առաջին ժողովը մեր students association-ի որը անսովոր մի բան է, բայց ընդհանրապես դասարանի մեջ է լինում, բայց այնքան լավ եմ հիշում այդ տարի իրենք դրսում էին հավաքվում եւ ես առանց իմանալու դեռ տեղյակ չէի միտինգները որտեղից պիտի information իմանաս, ինչ իմանաս, շատ պատահական ինչ-որ մի խմբի մոտով եմ անցնում, ու սենց զգում եմ ինչ-որ սենց ոտքս կաղկցեմ, դանդաղանում եմ, թե հասկանամ ինչ կա այստեղ կատարվում, որտեղ միկրոֆոն կար, ու անցնելուց լսում եմ մեկը ասում է բարև, մեկին ասում է բարև, այդ պահին, այդ բառը ինձ համար այնքան հոգեհարազատ թվաց, ոնց որ սենց տուն գտնես, սենց տուն հասնես, էլի սենց մեկը քեզ պատրաստ է բարևելու։ Դա ինձ համար ոնց որ եղավ մի պահ, մի ակնթարթ, որ փոխեց իմ ամբողջ հայացքը դեպի համալսարանի experience-ը, իմ այդ զգալու, որ սա կարող է իմ տեղը լինել, ոնց որ կան այստեղ հայ ուսանողներ, կան մարդիկ, որ միգուցե անցել են նույն ճանապարհը եւ ես կարող եմ գտնել իմ տեղը։ Եվ ես շատ շնորհակալ եմ Իրանա Արմինեի, մինչև առ այսօր Արմինեի հետ մենք ընկերություն ենք անում եւ
շատ հետաքրքիր է կյանքը։ Տեսեք տարիներ հետո միգուցե մենք ամեն անգամ չենք խոսել իրար հետ, բայց տարիներ հետո Արմինեի աղջիկը հիմա ոնց որ իմ փոքր տղայի սկաուտինգի լիդերն է։ Որտեղ այսպես կապը միշտ ու ամեն անգամ իրան տեսնելով ես միշտ հիշում եմ ոնց որ այդ բարևը, թեկուզ ասենք ես կողքից լսեցի, բայց դա ինձ համար դարձավ ինչ որ մի խորհրդանիշ որ գտնեմ իմ տեղը եւ դա դարձավ պատճառը որ ես շատ ընդգրկվեցի Armenian Student Association-ի մեջ դա դարձավ իմ փոքրիկ ոնց որ community-ն այդ մեծ UCLA-ի մեջ հիմա կարող է դա չլինի ամեն մեկի համար եւ ամեն մեկը պիտի գտնի ոնց որ իր հետաքրքիր ինչ որ club-ներ կան ինչ որ քեզ հետաքրքրում է դրա հետ կապված ինչ որ մի ակումբ կա համասարանում պիտի փորձես գտնել քո փոքր տեղը մի քիչ ավելի այդ մեծ համասարանը փոքրացնելու համար կարողանաս քեզ օգտակար զգաս այնտեղ քեզ ոնց որ գնահատված զգաս այդպես ոնց որ 4 տարի ես Armenian Student Association-ի անդամ էի հետո դարձա ոնց որ secretary-ին հետո վերջին տարին որ այնտեղ էի արդեն ASA ոնց որ president-ն էի ինձ համար շատ մեծ բան էր դա որ այդ 4 տարին ձեռք բերեցի շատ լավ ընկերներ ում հետ դեռ ոնց որ կապի մեջ ենք յուրաքանչյուրը ամեն մեկը փառքաստու գտել է իր տեղը մասնագիտությունը եւ այդ ամեն ինչը շատ ավելի ուրախ անցավ այդ տարիները ուսանող լինելը եւ շատ հավես է եւ դժվար կարողանալ գտնել նաեւ այն բաները ինչով որ դու ոգեբորվում ես ուրախանում ես եւ նույն ժամանակ դասերի հետ որպեսզի այդ ոնց որ քո emotional balance-ը կարողանաս պահպանել Անի ջան նշեմ որ երբ լսեցի քո TED Talk-ը որը մեծ մասամբ բարևի շուրջա ձևավորած ասեմ որ չգիտեմ նրանց էր որ ես հենց դահլիճում էի դրանց էր թե չէ բայց իսկապես շատ հուզիչ էր իսկապես շատ ուժեղ ոնց որ ազդեցություն ունեցել ու ով չի լսել ես անպայման լինքը կդնեմ այս YouTube-ի կոմենտներում որ անպայման գնան նայեն որովհետև իսկապես բարևը ինչպես դու էիր ասում քո TED Talk-ի ժամանակ մեծ ուժ ունի կարծեմ տենց էր չէ ասում նամանավանդ այն հայության համար ովքեր ինչ պատճառներով ամեն մեկը լրիվ տարբեր պատճառներով թողել են Հայաստանը ու դուրս են եկել ոչ միայն Ամերիկա, Եվրոպա կամ Ռուսաստան կամ ուրիշ երկրներ իսկապես շատ օգնում է երբ որ դու դրսում գտնում ես քո համապատասխան համայնքը ու ես շատ ուրախ եմ որ դու UCLA-ում կարողացել ես գտնես ինչու ոչ նաև ստեղծես որովհետև փաստորեն վերջի տարին արդեն դու ես եղել այդ ոնց որ թիմի բանը ղեկավարը ու կարողացել ես դրական փոփոխություններ անել Անի ջան ես ում էի հարցնեի դա փաստորեն եղել է late 1990-ների վերջ, չէ։ Հիմա դու USC-ում արդեն դասախոս ես։ Տեսնում ես հայ ուսանողության մեջ ինչ-որ փոփոխություն կամ եթե տեսնում ես ինչ փոփոխություններ կան այն ժամանակ ու հիմա։ Ասենք ինչ վերաբերվում է նախ սա ասեմ, ես մեր ուսանողության, մեր ջահելության վրա նաև հիացած եմ եւ որտեղ որ կա, ասենք ամենտեղ էլ կա լավ ու վատ, բայց եկեք ասենք որ մեր ուսանողները, մեր հայրը, այն ինչ որ տեսնում եմ յուրաքանչյուրը փորձում է անել, կատարել համասարանների ոնց որ շրջանում, հիանալի է, իրենք փորձում են ոնց որ հայի անվան տակ
բարձր պահել այդ մեր ազգությունը, ներկայացնել որպես ինչ-որ մի կարևոր մասնիկ, ոչ թե միայն առանձնացնել մնալ, ասենք, մենք մեր bubble-ի մեջ, բայց մենք ինչ-որ մի մասնիկ մի ամբողջ մեծ երկրում։ Բայց ինչն եմ տեսնում, ասենք, փոփոխություն ուսանողների մեջ, չգիտեմ դա ինչպես ասեմ, որ քանակը քանի որ ավելի շատ ենք հիմա, քանակը հաստատ շատ է։ Այդ նույն, ասենք, այն ինչ որ ես եմ զգացել եւ այդ կարիքը զգացել եմ, որ ես իմ տեղը գտել եմ Armenian Student Association-ի մեջ, ամեն մեկը դա չի զգում հիմա, որովհետեւ քանի որ քանակությամբ շատ ենք, արդեն ինստինկտիա իրանք իրենց ընկերների խումբը ունեն, դրա համար ոնց որ ASA-ը ոչ թե հիմա ավելի social ակումբ է, որ ասենք ժամանակին դա պետք է եղել, որ մենք համախմբենք միտեղ, որ ասենք կարողանաս լսել այդ բարևը, որովհետև ինչ ուզում ա լինի, էլի քոնն ա, ուրիշ հոգեհարազատ ձևով ա, եւ որտեղ էլ ճամփորդում ես, չէ, որտեղ էլ գնում ես, մեկ էլ հանկարծ որ լսում ես դա, ինչ որ մեկը հայերեն ա խոսում, լրիվ ուրիշ ձևով ես արձագանքում, ոնց որ քոնն ես գտնում։ Բայց Հայաստանում միգուցե դա չզգաս, որովհետև 4 կողմն է դա։ Դրա համար քանակը շատանում է, այդ նույն զգացմունքը, թե ասենք, ինչ է անում ASA-ը, ինչ գործ է նա, փոխվել է։ Բայց ես ասեմ, որ հիմա կա All Armenian Student Association, ոնց որ umbrella խումբ, որ փորձում է համախմբել տարբեր համասարանների ASA-ները եւ mentorship opportunity-ները provide անում, internship opportunity-ները provide անում, կարող է պատահի, ասենք, դու չես փնտրում խումբը, որ քեզ ասենք զգաս, որ քոնն է, բայց մի հսկայական network ունենք մենք աշխարհով մեկ մեր հայերի մեջ, որ ուղղակի պետք է ոնց որ ընդգրկվել մեջը, դու ուզենալ գտնել եւ հաստատ կարող ես գտնել ինչ որ mentor, ինչ որ փնտրում ես, կարծում եմ նաեւ դժվար է հիմա ավելի ուսանողների համար։ Ես էլ եմ տենց կարծում, որովհետեւ երևի առաջ եթե շատերը ամերիկացի էին եւ դու ոնց որ տարբերվում էիր, որովհետեւ նոր ես եկել ու չգիտեն հայերի մասին ու ինչ որ առանձնահատուկ ուշադրություն կամ կարող են ինչ-որ օգնություն նաև կարող ստանալ, հիմա Լոս Անջելեսի համալսարաններում բոլորը գիտեն հայերին, ոնց որ դու տեն շատ չես տարբերվում, շատ են հայերը, երևի ինչ-որտեղ այդ տարբերությունն էլ կլինի։ Անի ջան, ուզում էի հետևել հարցը տալ, Հայաստանի high school ավարտած երեխաները կարող է իմանաս ինչ որ շանսեր կան, որ իրանք կարող է դիմեն USC ու ինչ որ scholarship-երով կամ չգիտեմ ինչ ծրագրերով, բայց կարողանան գան ուսանողական վիզայով սովորեն։ Շատ լավ հարց էր Աննա ջան, international students գիտեմ որ վերցնում են եւ international ոնց որ այդպիսի մեծ համալսարաններում international students-ներ application-ներ շատ կա, բայց քանակությամբ, ասենք, տոկոսային հարաբերությամբ ինչքան են վերցնում international students եւ scholarship-ի տեսակետով դա այդքան չեմ իմանում։ Կներեք, կարող է ավելի լավ պատասխանել, բայց շատ չեմ դրել։ Որ ճիշտն ասեմ, իրապես այս վերջի տարիներին Ամերիկայում ընդհանուր մենակ US-ին չէ, շատ բարձրացել է վարձերը համալսարանների։ Ես եկել եմ 2007 թվականին, թեկուզ այս 18-19 տարվա մեջ շատ մեծ տարբերություն կա, հիմա մի խայտարակ արդեն բանա դարել ու ճիշտն ասած հենց այդ էի ուզում հարցնել Անի ջան, այս արհեստական բանականության AI-ի դարաշրջանում ուզում եի իմանալ քո կարծիքը, որ արդյոք
երեխաներին դեռ պետքա պարտադրենք, որ այդ վարձը, որ պետքա վերցնեն իրենց վրա ինչպես լոն, ասենք վարկ, կամ ծնողները ինչ-որ ձևով հայթայթեն, կամ փորձեն scholarship-ել, մի խոսքով, դա sense tenants խնդիր է, հա, այդ գումարը, այդ խնդիրը լուծեն ու կան համալսարան, տարիներ, հետո մեկ էլ արդեն հիմա ոնց որ արհեստական բավականությունը շատ աշխատանքներ վերցնում է, ուզում եմ իմանալ քո կարծիքը դեռ խորհուրդ տալիս ես, որ մարդիկ ինչ որ հատուկ մասնագիտությունների մեջ կան բարձրագույն հաստատություններ սովորելու։ Աննա ջան, այնքան դժվար հարց ես տալիս եւ այնքան նաեւ հոգեհարազատային պատճառով, որ ասենք ես էլ ունեմ երեխաներ, մեծս որ ասենք 16 տարեկան է եւ մենք էլ ենք այդ հարցի շուրջ անընդհատ պատտվում։ Նախ սա ասեմ, ժամանակին մտածում էի, որ թեկուզ այստեղ չեմ ծնվել, գնացել եմ այստեղի դպրոցի, ոնց որ անցել եմ դպրոցական շրջանը, գնացել եմ համալսարան բարձրագույն, մտածում եմ, երբ ժամանակը գա, որ իմ տղան այդ ամեն ինչին դիմի, ես պատրաստ կլինեմ իրեն օգնել այդ հարցով։ Հա։ Ասեմ, որպես ծնող, թեկուզ որպես դասախոս, ես ինձ շատ անօգնական եմ զգում այդ հարցում եւ այդ Ես էլ լրիվ նույնն է, լրիվ ես էլ չեմ կողմնորոշվում երեխաներին ինչ ուղղությամբ պետքա փորձենք ոնց որ տանել, ինչի վրա շեշտը դնենք, ինչի վրա շեշտը չդնենք, ոնց որ իսկապես շատ է փոխվում, ոնց որ AI-ը այնքան արագ է ամեն ինչը փոխում, որ մինչև այս որոշումը կայացնում ես, որ միգուցե սա է ճիշտ, մեկ էլ մի բան է դուրս գալիս, որ սկսում ես մտածել, օքեյ, դա չեղավ, հիմա որ կողմ գնանք։ Սովորելը միայն, այսպես ասեմ, 90-ական, 2000 թվականներին, երբ որ այս երկիրը հնարավորությունը տալիս է բոլորին, երբ որ դու գալիս ես այստեղ չունես շատ բան, քո ապրելաձևը բարելավելու համար ամենաառաջինը իմ կարծիքով դա ուսումն է, եւ դա կարող է լինել նաեւ ինքնա ուսում, չէ՞, self-education։ Ամեն մեկի համար չի այդ դպրոցական միջավայրը։ Դու կարող ես նաև ինքդ ստեղծել, եթե այդպես ես ուզում անել եւ եթե կարող ես։ Բայց որպես immigrant մենք միշտ տեսել ենք, որ ուսումը եւ professional degree-ն մեր միջոցն է եղել, որ մենք հասնենք ինչ-որ մի կետի այստեղ։ Դրա համար շատ first generation immigrant-ների ընտանիքներում շատ ուսման վրա կետ է դրվել, որ պիտի անել սա, այլ միջոց չկա։ Դրա համար ում լսում ես երբեմն իմ հասակակիցների, որ ասենք մեզպես այդ շրջանում են եկել, բոլորս էլ լսել ենք կամ բժիշկ, կամ լոյեր, կամ ասենք հաշվապահ։ Այն ապահով գործերը, որ դու կարող ես հետո իմանալ, որ հստակ աշխատանք կունենաս ոնց որ ավարտելուց հետո։ Այնքան արագ է փոխվում հիմա։ Ես չեմ կարող հստակ ասել, ինչով դու կարող ես ավարտել, որ անմիջապես աշխատանք ունենաս հետո։ Եվ դա հետ գալիս է քո հարցին, Աննա ջան, որ արժի այդ գումարները, այնքան անձնական հարց է դա, որովհետև այն ինչ որ ես եմ ստացել ուսումից, ուսումնական միջավայրից, համալսարանի մթնոլորտից, ես կարծում եմ արժի ամեն ձևով, եթե հնարավոր է եւ ֆինանսները կներեն, որ որևէ աշակերտ երեխա ստանա դա, որովհետև ոչ թե միայն դու professional degree ես ստանում կամ ինչ որ հարցը միայն այդ դիպլոմը չի, քո ամբողջ աշխարհայացքն է փոխվում։ Դու սկսում ես շփվել այնպիսի մարդկանց հետ, որ միգուցե չէիր կարող ծանոթանալ։ Եվ եթե if you're open to that, եթե ուզում ես դա, այդ հնարավորությունը քեզ տրվում է։ Հա։ Բայց եթե ռեալ նայենք այս ամեն ինչին, իհարկե ֆինանսները պիտի կարողանան որոշ չափով թույլ տալ այդ։ Այո։
Ինձ երբեմն այս վերջերս, այսինքն որոշ ժամանակ առաջ մի ամերիկացի ծնող այնքան հետաքրքիր խորհուրդ տվեց, որ ասեց՝ պիտի նայես երեխադ ինչ է ուզում լինի, ըստ դրա իմանաս ինչքան գումար կարող ես ներդնել իրանց ոնց որ համալսարանի ուսման վրա։ Ասեք պահանջ կա այդ գործի մեջ, գործ է ունենալու ուսումը ստանալուց հետո, գնա լոնը վերցնի, գիտի, որ հետո ինքը դրանով կարա դա վերադարձնի, բայց եթե ասենք գիտես ինքը հենց այնպես մի բան է ուզում անի, որ միգուցե չի կարող դրա դիմաց ինքը այնքան գումար աշխատել, որ այդ հետ տա, 2-3 անգամ մտածի դրա մասին, բայց ցավոք սրտի հիմա այնքան արագ է փոխվում ամեն ինչ, մենք չենք իմանում, որ գործերը կլինի ավարտելուց հետո։ Բոլոր ծնողները նույնն են ասում, չենք իմանում երեխաները ոչ թե լինում է ինչ սովորես, ինչ ոնց որ մասնագիտական անուն ունենաս, այլ ինչ ձևի սկիլեր սովորես, ինչ կարող ես, ոնց որ ինչն է կարևոր, որ ինչ գործ է լինի, որևէ ասպարեզի մեջ դա քեզ պետք կգա։ Եվ ես հետ գալիս եմ այն սկզբունքին, որ ամեն ինչը պիտի սկսենք ոնց որ այդ սերը սովորելուց, որովհետև ամեն ինչը այնքան արագ է փոխվում։ Եթե դու չսիրես այդ սովորելու process-ը, ասես այն ինչ որ գիտեմ ինձ հերիք է, հետ ենք մնալու։ Ես ում վրա վերցնեմ։ Ես տեխնիկայից մի քիչ հեռու մարդ եմ։ Մի քիչ ուշ եմ ըմբռնում այս ամեն փոփոխությունները։ Մինչև փորձում եմ մի բանը հասկանալ, մյուսն է դուրս գալիս։ Այդպես անընդհատ ոնց որ հետ ընկած չեմ կարողանում ինձ լիարժեք, որ սովորեմ թե ինչ է կատարվում այս AI-ի աշխարհում։ Ես գիտեմ, թե ես ինչ եմ սիրում։ Գիտեմ, որ սիրում եմ կարդալ, սիրում եմ սովորել եւ սիրում եմ երեխաների հետ եւ ուսանողների հետ շփվել եւ դա մատուցել իրանց։ Եվ հիմա նայելով, ասենք ես խոսեմ ինչ եմ տեսնում իմ դասարանում, ամաչկոտ են ուսանողները, մի քիչ քաշված, գիտեք, COVID-ի ընթացքում շատ փոփոխություն եղավ երեխաների վստահ լինելը, կարողանալ in person խոսելը, շատ ոնց որ փոփոխություն եղավ, որ իրենք հանգիստ են behind the screen, այդպես ավելի ոնց որ հանգիստ է իրենց համար։ Եվ երբեմն այն տարական բաները, այն ինչ որ մեզ թվում է պիտի լինի սովորական, միգուցե պիտի նորից սկսենք սովորեցնել։ Երևի ավելի շատ soft skills-երից, ցես չէ ասում։ Այո, Communication, management, time management, այն բաները, որոնք փաստորեն hard skills-եր չեն, որ գրքից սովորես, ավելի այն skill-ներն են, որ ոնց որ կյանքի պրակտիկայից են գալի ավելի շատ, քան թեորիայից։ Անի ջան, ուզում եի հարցնել դու ինչպես դասախոս։ Հիմա ենթադրենք ուսանողներին ինչ որ տնային ես տվել, homework, գնացել են AI-ով են եկել են, դու կարողանում ես հասկանաս, որ դա AI-ով է արած։ Բաներ կա, որ շատ հստակ զգացվում է։ Եվ միգուցե ասենք դա ուսանողի օգտագործելուց է, ժամանակի ընթացքում իրենք էլ կսովորեն ավելի լավ օգտագործելը եւ AI-ն էլ ավելի երևի լավ կդառնա, բայց երբեմն ստանում եմ այնպիսի բաներ, որ շատ գեղեցիկ քերականությամբ է գրված, բայց ոչ մի real substance չունի մեջը։ Այսինքն այն ինչ որ գրել են, կարա վերաբերվի որևէ մի case-ի հետ կապված կամ assignment-ի հետ կապված։ Դրա համար հետո ասենք գրելու ձևը կա, որ երբեմն զգում ես, որ իրենք չի։ Բայց ինչպես դասախոս չի բարդացել ձեր աշխատանքը, որ հերիք չի պետքա homework-ը ստուգել, մի հատ է պետքա հասկանալ, սա իսկական է, թե չէ։ Այո, ճիշտ եք, եւ դժվար է 100% ասել, օգտագործել են թե չեն օգտագործել, բայց գիտեք, ես էսպես եմ մտածում։
Արդեն այս ուսանողները իրավաբանական ուսանողներ են։ Այսինքն վերջացրել են 12-րդ դասարանը, high school-ը, գնացել են համալսարան, հիմա իրանց արդեն professional degree-ն են։ Եթե դու, այսինքն, եթե մենք ասում ենք մի օգտագործեք ChatGPT, AI, ձեզ սովորեցնում ենք ֆորմատը, ինչպես հետո ինձ ասենք is legal writing and advocacy, so հենց այդ legal գրելն է, որ իրենց սովորեցնում ենք, բայց դա անելու համար դու պիտի նախ հասկանաս քեզանից ինչ է պահանջվում, չէ՞։ Եթե դա չսովորես, դու երբեք չես կարող իմանալ AI-ը ինչ որ քեզ տվեց, համապատասխան է սպասելիքին, թե ոչ։ Եվ ես այսպես եմ մտածում, այդքան գումար եք տալիս, որ իրավաբանական դպրոցում ուսանող լինել, սովորել։ Եթե այդ ժամանակը ճիշտ ձևով չեք օգտագործելու եւ հեշտ ձևն եք գտնելու, որ AI-ը թե ձեզ ինչ ասի, պարզապես it's a waste of time and money։ Շատ ափսոս։ Շատ լավ, այո, շատ լավ մեկնաբանություն էր, այո։ Չէ, արդեն ոնց որ նոր դա էինք խոսում, ինչքան է թանկացել ուսման գինը, եւ եթե հասել ես այնտեղ եւ այդ որոշումը կայացրել ես, որ սա կարեւոր է քեզ համար, ուրեմն լիարժեք ոնց որ սովորի եւ վերցրու այն ամենը, ինչ տրվում է քեզ, որովհետեւ այս մի շրջանն է։ Գիտեք, երբեմն ես որ ստուգում եմ մի բան, այնքան ժամանակ եմ դնում վրանց, and տող արտող եմ, էլի ասենք նայում, ամեն մի նախադասության վրա ինչ որ մի բան ուզում եմ ասել ուսանողին։ Ճիշտ է, չէ, ինչպես կարող է ավելի լավ գրել կամ միտքը լավ արտահայտել։ Երբ որ դու մտնես արդեն աշխատանքի մեջ, ոչ ոք այդ ժամանակը չի ունենալու։ Դրա համար մտածում եմ, քանի արվում է, օգտագործի այդ հնարավորությունը։ Այո, Անի ջան, շատ շնորհակալություն, մտածում եմ ինչ որ բան կա, որ կուզենայիր նշել, որ բաց թողեցինք կամ առհասարակ։ Շատ հետաքրքիր զրույց էր Աննա ջան, շնորհակալ եմ հրավերից համար։ Գիտեք, այնքան պարզապես ասենք ուզում եմ բոլորն էլ իմանան, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է։ Շատ մեծ բանը այդ մոտեցումն է։ Եվ այս բարևի հետ էլ կապված ոնց որ իմ մեսեջինգն ու խոսքը նա էր, որ երբ որ դու մտնում ես մի նոր միջավայր, մի նոր տեղ, հավատալով, որ սա կարող է լինել քո տեղը, դու կգտնես քո տեղը, ուրիշ ձևով ես մոտենում այդ ամենին եւ սկսում ես տալ քո ոնց որ ամենակարելին, ինչքան որ հնարավորություն ունես, ինչքան որ կարող ես անել։ Եթե յուրաքանչյուրն որևէ տեղ գնալուց, թե երկիր ես փոխում որևէ պատճառներով, միգուցե դա քո որոշումը չէր, որպես երեխա ես եղել, ավելին ասեմ, ինչքան մեծացել եմ, ավելի գնահատում եմ եւ արժեքավորում եմ իմ պապիկի առաջին, որտեվ իր որոշումն է եղել մեզ բոլորին տեղափոխել ոնց որ Ամերիկա, իր որոշումը ծնողներից այդ sacrifice-ը, որ իրենք հայրը շատ լավ գործ է ունեցել Հայաստանում եւ այդ ամենը ոնց որ թողնել, նորից սկսել այստեղ ինքը որտեվ բանը իր հորեղբոր աշակերտն է եղել եւ այնտեղ պղնձից գործ էին անում, արձաններ էին սարքում։ Երբեմն որ Հայաստան եմ գնում, դեռ ամեն անգամ փորձում եմ գտնել ինչ որ մի գործ, որ դեռ այնտեղ է։ Ուզում եմ ասեմ, շատ մեծ ոնց որ այնտեղ ինքը աշխատանք է ունեցել, ու այդ ամեն ինչը թողնել, գալ այստեղ հանուն նրա համար, որ տեսնում ես ապագա։ Եվ ինձ թվում է դա հեշտ որոշում չի։ Շատ բարդ որոշում։ Եթե մեկը անում է արդեն այդ որոշումը եւ գնում է այդ քայլին, ես ուզում եմ հավատալ, որ իրենք արդեն այնքան են մտածում իրենց ապագայի, իրենց երեխայի մասին, որ պատրաստ են այդ դժվարությունները անցնելով հանուն նրան, որ ավելի լավ ապագա է սպասվելու իրենց ավելի ստաբիլ, որովհետև երբ ես գնում եմ Հայաստան, մենք տենց ամառները գնում ենք Հայաստան, գնում եմ, տեսնում եմ կյանքը ոնց որ թվում է ավելի անհոգ չասեմ, որովհետև շատ են աշխատում մարդիկ են, դա շատ են հոգնում, բայց ոնց որ չգիտեմ, մի տեսակ ավելի հանգիստ են, որովհետև
ամբողջ հարազատությունը այնտեղ Աստվածչյանի եթե մի օր աշխատանքից հանեն կգնա տատիկի տանը կքնի կամ բան այստեղ շատ ստրեսը մեծ է որովհետև երբ որ գալիս ես ու արդեն դու պետքա տան համար ամսական վճարես դա արդեն մեծ ստրես է որ եթե երկրորդ ամիսը չկարողացար աշխատես բա ով է տալու տան վարձը ոնց որ ամենամինիմալն եմ էլի այդ ասում ու շատ ուժեղ ստրես է դա ու այս ոդքասթի իմաստը ես հաճախ եմ կրկնում էպիզոդներում այն չի որ Հայաստանում ապրող մարդկանց vocation չենք որ իրանք էլ գնան Հայաստանից բայց ոչ էլ հակառակն է այսինքն սա պրոստը այն տարբերակն է որով լսեն տարբեր պատմություններ ու մտածեն իրանց որտեղ ավելի լավ այնտեղ որտեղ հիմա արդեն ամեն ինչ կա կամ ինչ որ բաներ չկա բայց կարելի է դրա հետ համակերպվել թե հանուն այդ ինչը որ չկա դրա համար գնալ անցնել այս դժվարությունները ու այդ ամենը անձնական հարցն է 100% չկա ճիշտ կամ սխալ դրան պատասխան ամեն մարդու կյանքը լրիվ անձնական ինչ որ պատմություն է, որ չի կարող կրկնվի ու այն մարդը որը որ դուրս է եկել արդեն Հայաստանից լիովին քո հետ համաձայն եմ որ եթե արդեն այդ որոշումը կայացրել եկել է ուրեմն արդեն պետքա նայի առաջ որովհետև շատ ընկերներ ունեմ ու ես ինքս այդ առաջի տարին հետ են նայում անընդհատ համեմատում են բայց ես ընդեղ էս ունեի, բայց ես ընդեղ են ունեի, իսկ հիմա էս չունեմ, են չունեմ, ու այդ ավելի դանդաղացնում ու դժվարացնում է ճանապարհը։ Ու այս ոդքասթի իմաստը ոնց որ հենց այդ է, որ հնարավորին չափ օգնենք, որ իրանք առաջ մտածեն։ Եթե արդեն այդ որոշումը կայացրել ես, էլ հետ մի նայի, ոնց որ առաջ նայի, որ կարողանաս ավելի հեշտ ապրես։ Շատ համաձայն եմ քեզ հետ եւ միգուցե թողն հենց ասեմ այն բառերը որ նաեւ Թերեքսի ժամանակ ասացի որ մամայիցս եմ միշտ լսել եւ ինքը շատ լավատես մեկն է եւ միշտ բոլորին ով նոր է գալիս ասում է նայի եթե դու այս երկիրը սիրես այս երկիրն էլ քեզ կսիրի այսինքն եթե այստեղ ես պատրաստ եղի ինչ կանես մեկի համար ում սիրում ես պատրաստ ես ամեն ինչ անել, ճիշտ է, ուրեմն նույն ձևով պետք է միգուցե այդ դա դնես առաջ, եթե ես եկել եմ, սիրում եմ այս երկիրը, այդպես այդ մտքով մտնեմ, ուրեմն ես պատրաստ եմ առաջ քայլել եւ անել այն ամեն ինչը, որ ինքն էլ ինձ սիրի, այսինքն դա այդ ամեն հնարավորությունները։ Շատ շնորհակալություն Անի ջան, մեր լսողներից էլ շատ շնորհակալություն, որ այս ժամանակը մեր հետ անցկացրեցիք։ Եթե դեռ subscribe չեք եղել իմ story podcast-ի YouTube-յան channel-ին, խնդրում եմ subscribe եղեք, որ ապագա հետաքրքիր էպիզոդները բաց չթողեք։ Շատ շնորհակալություն նորից Անի ջան։ Ես էլ շնորհակալ եմ։ Այսօր այսքան։ Ստեսություն ձեզ։ Ստեսություն։